Դիտե Գիշեր Casey Falls. Այս երեխան դպրոցի չի գնացել, որովհետև դպրոցից եկել է երեք համ սրտխառնոց, համ մի խոսքով հազում է, գնում ենք բժշկի գնում ենք ուրիշ պատճառով, պատասխանները եկել է, որ ցածր է այդ իմ արյան մեջի նստի բալես Ամերիկայի դեսպանատան համար այդ վակցինների համար որ արուն էր վերցրել այդ էլեմենտները կան կարմրուկ մարմրուկ դրանք կան բայց ցածր է պիտի բարձեմ արյանս մեջ այդ բաները կան որ կարմրուկ ընկել եմ եթե չեմ սխալվում ըստեղ նույնիսկ ջրծաղիկից դեմքից վրա հետք ունեմ ջրծաղիկ եմ ընկել բայց բանա տոկոսային առումով ցածր է քան որ պետք է լիներ մա խոսքով հիմա գնում եմ բան անեմ վակցին ընդունեմ այդ դեսպանատան համար առանց այդ վակցինների ինձ բան չեն անի But Red says what it is. It's been a long time since I've seen everyone. Ինձ դեսպանատան չեն Ամերիկայի նահանգներ չեն թողել դրա համար եմ ասում միշտ շատերը հարցնում եք ասում եք Լանա ջան երեխու վակցինները ոնց եք անում անում եք չեք անում եւ այլն ընդհանուր առմամբ ճիշտ է վակցինները նենց չի որ մենք շահ մեծ չգիտեմ սիրով ենք ընդունում բայց պարտադիրները միշտ նշում եմ պարտադիրները վերցնում ենք պարտադիրները անում ենք ինչքան էլ մեր դուրը չգա դա որովհետև վաղը մյուս օրը չգիտեմ մեր երեխան որ մեծանա կուզենա գնա որ երկրում ապրի գուցե ինչ-որ աշխատանքի բերումով ինչ-որ միտեղ պետք է գնա ու այդ վակցինների խնդիր չունենա ազատ կարողանա էլի դրա համար իր թղթերը ամբողջությամբ սենց միշտ հավաքում եմ պահում եմ ու պարտադիր բոլոր վակցինները ընդունում ենք He wants to go visit the cemetery. He has a pressing desire to visit the cemetery. Ստեղ երանորոգում են սաղ քանդրտածակ փողոց ստեղ անջատեմ հետո վակցինից հետո կմիանամ ձեզ սիրելի բարեկամներ դուրս եկանք այստեղ Lidl կա հենց կողքն անմիջապես երեխու ստամոքսը վիրուսը ասեց այդ որ ստամոքսը ցավը հետ է տալիս բան դեղ բան է նշանակել ասեց բայց եթե պետք չէ անմիջապես որ խմի Lidl-ից մեր գնումները վերցրինք հիմնականում ջրեղեն որպեսզի երեխան շատ հեղուկ խմի ու յոգուրտ խառնարը բաներ մեկ էլ ժավելը ինձ թվում է ամենաճիշտն է օգտագործելու համար հատկապես եթե պետք է զուգարանը լվանամ շավելից բացի ինչ ուզում եմ վերցնեմ հենց չի մաքրում ինչ-որ որ շավելը որ ասում եմ հնից լավը չկա ոչ մի բան ինչևէ սա այդպես այս կարելի է անել հիմա գնանք դեղերը վերցնենք իմ վակցինը վերցնենք վաղը պետք է գամ ես նորից այստեղ առավոտ վակցինը ստացվելու համար հիմա ուղղակի կվերցնեմ կամ եթե պատվիրել կպատվիրեմ դրանից կգնանք ապտեկա տեսնենք ինչ են ասում դեպի տեղակ կպահեմ սալատը կանեմ տեղը գնանք ապտեկա անենք եկեք դեղերից երևի թե սկսեմ ճամփորդելու ենք պատրաստվում նաև բացեմ որ Ալեքսը հիվանդ է ու վակցին պետք է անենք դրա համար ուրեմն սրանք Ալեքսյան սա ջերմության համար է եթե երեխան հանկարծ ջերմություն ունենա տանը ունեմ ես ադոլ ունեմ տանը երեք ենք բացել նոր ենք էլի բայց սրա ժամկետը երկար 2027 հետներս կվերցնենք ամեն դեպքում սա փորիկը ցավալու համար եթե փորիկը ցավա կամ սրտխառնոց ունենա հիմնական սրտխառնոցի համար է այս դեղը ամոքսացիլինա մեկ էլ այս մյուսը ինչա այս մյուսն էլ ֆլաջիլ
Էլի անտիբիոտիկներ կա, որ վերցրել ենք հետներս ճամփորդելու համար վերցնում ենք հիմնականում փոլուցության համար, որովհետև եթե ճամփորդում ես ու սննդի հետ կապված կարող է խնդիրներ ունենաս, միշտ հետներս ինչ որ դեղ ենք վերցնում դրա համար, էլի ցավազրկող բնականաբար եւ պարտադիր անտիբիոտիկ ենք վերցնում տանը էլի դեղեր ունենք, այս դեղերը ես որ վերցնում եմ, իրանց մոտից քարտ ունեմ, քարտի վրա հավաքվել էր 5 եվրո, այդ կտրոնը տվեց, ասում եմ այդ կտրոնը ես սենց թենես կորցնելու եմ, այստեղ դաֆալգանա 5 միլիգրամանոց, ջրով պետք չի խմել, մենտոլի համա ասեց, դնում ես լեզվի տակ, էլ ջուր պետք չի, մտածեցի սա հարմար տարբերակա, այդ բոնը օգտագործեցի, այդ 5 եվրոյի այդ բանը, մնացած դեղերը պետքա գնամ վերցնեմ, հետո ընդհանուր վճարել եմ 83 եվրո 10 ցենտ, սա այսքանը, այսօր 3-ից հետո կամ վաղա առավոտյան այդ վակցինը բան, երևի թե վաղա առավոտյան կգնամ կվերցնեմ ու միանգամից, որպեսզի կգնամ բժշկի մոտ, որպեսզի ներարկումը կատարի, սա մենք այստեղ, հեսա լիտելի գրումներին էլ անցնեմ, սիրելի բարեկամներ, τρել եմ ժավել, որ բանում լոգարանում օգտագործում ենք բոլորս այս քիդիբուլ հիմնականում ջրեղեն է, այս գազավորված ճիշտ լավ չի, բայց դա երեխան որ հետներս էր ուզեց ջուր, այստեղ ինչ անդրել, օազիսի սենց հյուտ, այս սենց ես մեկ ոնցորդը ջեսի ընտրությունն է, ագրում 0 շուգր, այս ջեսի համար, այստեղ ես ընտրել եմ ինձ համար կերասի գարե ջուր, կերասի համով չի, ինչի սիրտուս ուզում էր այս քանի օրը, այստեղ սենց վիմյազեղի, բանա, խմորեղեն իրանց փաթեթով աղը երևի այս յոգուրտները, սկյորերը շատ լավն են, որ հավանել են մեր ընտանիքի անդամները, սիրելի բարեկամներ, վերցրել են սենց, այս ընթացքում, որ իրենք գնումներ էին անում, ես մոռացել էի երեխա համար բժշկի սերտիֆիկատ վերցնեմ, որովհետև այսօր դեպրոցը չի գնացել, երևի վաղներ կպահեմ տանը, որովհետև դեռ երեխան հիվանդ է, մինչև ամբողջությամբ կազդուրվի, բնականաբար բժշկի թուղթն էի մոռացել վերցնել, ես իրանք մինչև գնումներ էին անում, ես գնացի շուտ այդ թուղթի հետևից, այստեղ խնձորի հյութ, մի հատ էլ ջուր, այստեղ ըմպելի սենց յոգուրտ, այս երեխեն ընտրեց, այս օազիսի հյութերը սենց սիրում է, այս կափարիչներն է ինձ թվում է պահի տակ իրան գրավում է, այս էլ էլի ըմպելի յոգուրտ է, խնձորի սոկը երկուսն ենք վերցրել, մածուն, բնականաբար, ու այս յոգուրտներից էլի կարծեմ տաննել ունենք, բայց ինչև է, նշանակություն չունի, ես մեկը զեղչ եղել ես երևի թե, որը կարող է այսօրը, այս հիմա կբացենք, երևի վերջին օրն է այսօր, մի հատ էլ ըմպելի յոգուրտ և չեղեն, ծիրանի չիր և արմավ, խուրմա, այսքանը արժեր, երկու անգամից եմ վճարել, որովհետև մեկը մոռացել 6 եվրո 34 և այստեղ 39 եվրո 82 ցենտ, ընդհանուր 45-46 եվրո, մոտավորապես, այսքանն էլ մեր գնումները, սիրելի բարեկամներ, սրանք հիմա շուտ արագ տեղավորում եմ, գործերս անեմ ու կհանդիպենք։ Իմ մազերը սենց բիզ
Ես կիսա քնած եմ, դեռ չեմ հասցրել արթնանամ, որովհետև գիշերը Ալեքսը շատ վատ է քնել, մինչև գիշերը 2-3-ը հազում էր, այդ հազից ոնց որ սրտխառնոց էր առաջանում, լուսադեմին եմ քնել ընդամենը, լուսադեմին էլ ժամը 8-ին ուրիշ բժշկի մոտ էինք պայմանավորված, զանգեցին այդ բժշկական տեղից, ասում է այդ բժիշկը վատ առողջ է, չի գալու այսօր, մեկ ուրիշ բժիշկ է, ուզում եք իրա մոտ, թե ուզում եք օրը փոխեք, ասացինք չէ, կգանք այդ մյուս բժշկուհու մոտ, մի խոսքով տենց ոնց որ դրանից շուտ արթնացանք, 10-ին էր մեր պայմանավորվածություն, բայց 8-ին արդեն երևի ընդհանուր 2 ժամ եմ քնել կամ մաքսիմում 3 ժամ այսօր, դրա համար սենց վատ վիճակում եմ սիրելի բարեկամներ, ներող գտնվեք, հիմա այս սրանք շուտ կարգավորեմ, տեղավորեմ, ու կտեսնենք, թե ինչպես ենք անում մեր այսօր։ Այսօրվա օրս այնքան շուտ ենք սկսել, առավոտյան վաղ գնացել ենք ապտեկա, վակցինները վերցրել եմ, գնացել եմ տեղի բժշկի մոտ մեր վակցինները սրսկվել եմ, հիմա էլ եկել ենք ատամնաբուժի օրներ այսօր մեր մոտ, իմ ու Ջեսի համար տարեկան, որ պետք է բան անեն, ստուգում անցնենք, համ էլ հիշում եք չէ, ատամս որ ցավում էր, ճիշտ է հիմա անցել է, բայց դա էլ կան, չես էտ ասում էլ ուրիշ ոչ մի բան չունենք անելու, ու հերթ է այսպես, սպասում ենք հերթի մեջ, որպեսզի հերթը հասնի, ասենք, որ մենք եկել ենք, ուղարկեն ասեմ, որ հարկ գնանք բժշկին, ատամնաբուժին տեսնելու համար, մի խոսքով, ընթացքում կասեմ, Ալեքսիս հիվանդա դպրոց չի գնացել երեկվանից, երեկ ասեցի, որ հիվանդեր չեմ հիշում երեկվա վլոգում, կամ այսօրվա առավոտյան հատվածն ա եղել, տեսնեմ, գալիս եմ կյանք, հազումը հազը չի Such an interesting age, you know? Yeah. Really, it's a really interesting age. Հա, տարածքի տարօրինակ մարդկանցից են, այդ աղջիկը ձերքեր այնքան կեղտոտ էին սև, տարօրինակ դեմքեր ունեին։ Մենք հազիվել դպրոց հասնենք, այ բալա, արի։ Բարի լույս բոլորից սիրելի թանկագին բարեկամներ։ Դպրոց ենք գնում, որոշել է իր խաղալիքները տանի դպրոց ընկերներին էլ ցույց տա։ Այս հենց տոտիկ, ինչով սենց տոտիկ կա, դպրոցը փակվի երևի։ Արի բալես, ուշանում ենք, կյանք, այդ հավիկիտ արագ կալացրու։ Այսօր ես եմ իրան դպրոց տանում, ջեսը գործար ունի, պլուսել ագնալի, ես հետ կամ պետք է իր ID քարտը արդեն պատրաստ, չգիտեմ ասել ու չեմ ասել, բայց ID քարտը Ալեքսիս, 3 ամիս, 4 ամիս ժամկետը մոռացել է, չեմ ունեցել, մենք բժշկի ենք գնացել այդ քարտը անդադ օգտագործել, ու այդ իր քարտը անդադ օգտագործել ենք, բժշկի ենք գնացել, բայց ոչ մեկ չէր նկատել, որ ժամկետը լրացել էր, շատ պատահական, թղթերի համար էր մեզ հարկավոր, ես ասում երեխու քարտը դե միշտ իմ մոտ ասում կտաս բանա հարկավոր է, նայում ասում ժամկետը լրացել է, արագ հաջորդ օրը ինքն էր զբաղվել այդ գործով, իրացել էր տվել մի շաբաթ հետևում ամիջի, մի պահ մտածում էինք նույնիսկ արագացվածով անենք, ինչն ես ուզում, այդ սաղ կհասցնես, այս փոքրերի քարտը, մենք գիրնեան կարծեմ ինչ-որ որ մեծեր լինի, ID քարտը, 20 քանիսա թե 30 քանիսա, չեմ հիշում գիտեց, իսկ արագացվածով որ անենք, որ մի օր հետո տային 150 եվրո էր լինել, ինչ էր լինել։ Երկու տարբերակ կար, մեկ առավոտ տալիս ես
երեկոյան ոնց որ ստանաս, այդ ավելի թանկ է, քան որ առավոտ տաս, հաջորդ առավոտ ստանաս, դե ինչ-որ տարբերակներ կա, ինչու՞ է ծերի բարեկամներ, բայց դրան հերթը չհասավ։ Իսկ արեցինք, այդպես նորմալ ժամանակով վերցրինք ու իր ժամանակին եղավ։ Լավ այդ հարցից լավ բրծավ։ Ներախտան եմ դպրոց գնամ արդեն եկել է քաղաքապետարան ID քարտը ստանամ ու հետո տեսնենք թե օրը ոնց ենք անելու։ Ես տանն եմ լինելու այսօր ամբողջովը, հիվանդությունս չի անցել, հիվանդությունս շատ ամբուր վիրուս է, սկսում է հազով, 3 օր խեղդվում ես, հազում ես, այսօր արդեն ոնց որ թե քիչ սակապվել։ Լավանամ, որ վաղվանից փորձի եմ լինելու, տուկուր կլինի այնտեղ հիվանդ։ Չես հասցնում աչքը թարթես ու ժամանակը շատ արագ է անցնում, տեսնում արդեն ժամը 3-ն է, Ալեքսի հետևից պետք է գնամ, բայց նորությունների հետևից էինք, նորություններն էի կանգնում, այստեղ մեր Բելգիայում դե գիտեք, ամեն ինչ թանկացել էր, հիմա նորից նոր թանկացումներ են սպասվում, էլեկտրականության վարձն ենք ստացել, գրեթե 70 ամսական վճարում ենք 72, հիմա ասում են 125 եվրոյա հարկավոր վճարել, բավականին այդ ոնց ոչ թե 10 եվրոյա 20, ոչ թե 10%, 20%, բավականին մեծ տարբերությունը, հետո հարկերը այնքան են բարձրացել, մեծ բիզնեսները փակում են, չեն դիմանում, իսկ բիզնեսները երբ որ փակում են, մարդիկ կորցնում են իրենց աշխատանքը, օրինակ ֆրանսիական կոռախանութը, գիտեք, բավականին հայտնի է, կոռախանութը փակվում է Բելգիայում, որովհետև հարկեր չեն կարում այլևս, հարկերը այնքան են մարդկանց վրան հարկ դրել, այդ մարդը ինչքան աշխատի հարկ տա։ Բոլոր բելգիական կոռաները դեկտեմբեր ամսի, հունվար ամսից, 2026 հունվարից փակվում են, մարդիկ տխուր, մարդիկ կամ սաղ կյանքը հետև են աշխատել երկար տարիներ, լավ բաներ չեն սպասվում։ Լավ օր ես ունեցել ես դպրոց, Ալեքսես դուք եք սարքել ես զամբյուղը, հա? Դա? Շատ սիրուն եք սարքել, մադամի հետ եք սարքել, ես ինչ լավ կոնֆետներ ա դրել Զատիկի համար, հա? Այստեղ բանին ա բերել? Այս դուք սարքել եք, այստեղ բանին բերել ա դրել ա, ոյ շոտ օպրես ինչ նորից։ Okay, sir։ Ասում արի Spider-Man խաղանք։ Որովհետև դու հաղթեցիր։ Մաման ես անգամ ավելի ուշադիր կխաղա, գույներով փոխվեցին, ոնց որ բանը լինի, մեր իմացած x-իկ նոլիկը, բայց 4 սատ պետք է սենց կամ սենց լինի։ Mommy, I got to beat you. You're going to beat me? Դե կտեսնենք, ով բիտ կանի։ Mommy, will you do here? I can do here. Հեսա կտեսնենք, հետ ինչ ես մտածել, որ հեսա ճանապարհդ փակեմ։ Okay. Ոսպալեք, պիտի ստեղծի, լավ։ Can you do a for me? No. Դու ինձ մի ասա ինչ անեմ։ No. No. Yeah. Հաղթել եմ արա արդեն։ 1, 2, 3, 4, 4 սատուն է։ Բա կոզած տեղերը կծեցի։ Լավ ոչինչ, արի մեկ եղանք, արի նոր։ Արի ոչինչ նորից արի խաղանք, հա, ուրիշ բաներ մտածել, ոնց էիր ուզում անել, որ։ Հա։ Նայ, քո քայլերը անելուց։
որ մտածում ես, դա շատ լավ է սանը, որ մտածում ես, բայց մինչև քայլերը տանել, մի հատ նորից իմ քայլերն էլ նայի, օքեյ։ Համոզվի, որ ես չեմ հաղթի, հետո նոր քայլը տարա։ What are you doing? I'm coming up the mountain. You're climbing up the mountain. Don't get the mountain all wrinkled up. Okay? Կարոտել էիր դադին։ What? Did you miss daddy? Yeah. John. But I'm climbing up the mountain. You're climbing up the mountain. Oh, ow, Oh no, there's a tremblement de terre. ow. Oh, That's hang on, creepy. climbers. Մարդ չկա դերսում, լույսը արդեն բացվում է, լավ է, որ ժամերը փոխել են, հիմա ժամը 6-ն է, առավոտյան լուսավոր է լինում, իսկ որ ձմեռային ժամին էր, դեռ լավ մութ էր։ Բարի սիրելի բարեկամներ, հուսով եմ, որ դուք լավ եք, այսօրվա վլոգը սկսում եմ աշխատանքի գնալու ճանապարհից շատ եք հարցնում Լիանա ջան, որտեղ ես աշխատում, կոմենտ կարդացի վերջերս, որ ինտրիգա ոնց որ թե չես աշխատում, թե ինչ-որ նման մի բան, իրականում ու ինտրիգի ոչ մի բան չկա, նախ երբ որ փնտրում էի աշխատանք, այդ վլոգներում ասել եմ, ուր եմ գնացել, որտեղ եմ սևեստվել եւ այլն, հիմա եկա հասա իմ ավտոբուսի կայանանին, գիտեք, ես նախկինում շատ եմ ասել, աշխատել եմ օդանավակայանում որպես check-in agent, նաեւ երբ որ նոր է եկել, մի ընթացքել աշխատել եմ որպես հյուրանոցում receptionist։ Check-in agent աշխատելու համար ինձ ժամային առումով այդքան էլ հարմար չի, որովհետև check-in agent-ը իր աշխատանքային ժամերը սկսում է շատ ավելի շուտ, ժամը 5-ին արդեն օդանավակայանում պետք է լինեմ ու ուշ ժամերի էլ վերջանում է, reception-ի աշխատանքն էլ ինքը shift-ային աշխատանք է, հերթափոխով աշխատանքը ու այս հերթափոխով աշխատանքի ժամանակ ժամերը մի քիչ բան են, այդքան էլ հեշտ չեն, երեկոյան ժամերը ուշ են վերջանում, առավոտյան ժամերը շուտ են սկսում, այս առումով մի քիչ լմերը, մի քիչ ոչինչ իմ ժամային առումով, որովհետև առավոտյան ժամը 7-ին է սկսում աշխատանքս, 7-ից 15 պակաս պետք է լինեմ աշխատանքի վայրում, բայց հյուրանոցներ կան, որ ժամը 6-ին է սկսում, ավտոբուսս եկավ սիրելի բարեկամներ, հեսա կշարունակենք, չէ, իմը չէր, մեկ ուրիշ ավտոբուս է գնա, հեսա դու դա ճանապարհին է։ Հա, ինչ էի ուզում, որտեղ միտքս կիսատ մնաց։ Ընդհանուր առմամբ այս աշխատանքը բավականին հարմար է, որովհետև նախ լեզուներին ինձ ինչի է, համ հարմար է, համ այդքան էլ հարմար չի։ Աշխատանքային, երբ որ առավոտյան է, ոչինչ էլի հարմար է, ստացվում է, որ չես Ալեքսով զբաղվում, առավոտյան դպրոց տանել, դպրոցից բերել, ես մինչև գալիս եմ արդեն երեկոյան 4-ի կողմերն է լինում։ Իսկ երեկոյան երբ որ աշխատում եմ, արդեն գիշերը ժամ 12-ին եմ տուն գալիս, որը որ այդ ժամանակ հարմար չի, նախ որ ապահովության խնդիրն է, այս տարածքի այդքան էլ ապահով չի այդ ժամին դուրսում լինելը, հանցագործությունները շատ են, բայց թե ամեն դեպքում հարմարեցնում եմ շատ դուրսում չեմ մնում բնականաբար, մոտ է ամեն ինչ, մի անգամից ավարտում եմ աշխատանքս, արագ տուն եմ գալիս, երկար ճանապարհ չունեմ գնալու։ Ինչև է սիրելի բարեկամներ, սա իմ աշխատանքային թե որտեղ եմ աշխատում ձեր հարցի պատասխանը։ Արդեն գալիս չէ ուզում նկարել իրեն, կադրի մեջ է ընկնում ավտոմատ։ Այսօր արդեն հասկացաք, որ աշխատանքս առաջին հերթ է, դրա համար շուտ եմ դուրս եկել, սենց ժամը 6-ին, չես դպրոց կտանի երեխուն
կգամ, ինչ եմ անում, բնականաբար ռեսեպշնիստը ինչ է անում, հյուրերին է ընդունում, կասայի հետ գործում եմ, կասան եմ հաշվում, հերթափոխի ժամանակ մի քիչ դժվար է, որ հերթափոխից կասան ընդունել, կասան հանձնել անընդհատ, որպեսզի խնդիրներ չլինեն բնականաբար, ուշադիրապետք լինելու, մեկ էլ լեզվի իմացություն, ինչը որ երկուսից էլ լավ եմ, սիրում եմ ես մարդկանց հետ շփվել, դրա համար այդ էլ լավ, մի խոսքով, ընդհանուր առմամբ գոհ եմ իմ աշխատանքից, դժգոհ չեմ։ Ինչ է ուզում ասել, քանի որ ես արդեն ասեցի, ես եւ օդանավակայանում եմ աշխատել եւ նախկինում աշխատել եմ, արդեն փորձում եմ ռեսեպշնիստի, դրա համար ինձ շատ հեշտ է այս ոլորտում միանգամից աշխատանք գտնել։ Տարբեր ծրագրերով են աշխատում, մի քանի ծրագրերի տիրապետում են, այս անգամ ավտոբուսից արդեն եկավ, կհանդիպենք ավելի ուշ։ Հացից ուշացել եմ, չկա հաց նորմալ, ինչ վերցնեմ, այս բրգել վերցնեմ երևում։ Դիմից են ստացել։ Չքնագել է։ 1084, հա։ Գնումները վերջացրեցի, ես երեխուն բերել էր այստեղ երաշտական դպրոց, ես էլ ու հետ էր գնացել արդեն, ես էլ ճանապարհին էի, ասեցի ես կմտնեմ երեխուն դպրոցից հետս կբերեմ, ես ոնց որ ուշ եմ հասնում տուն, առավոտվա 6-ից դուրս եմ եկել, այս հենց է որ ստացնում, դրա համար չեմ հասցնում, որովհետեւ տեսանյութ նկարեմ սիրելի բարեկամներ, դեռ տուն չեմ հասել, 20 րոպե ունեմ մոտավորապես, երեխան հենց վերջացնի կգնանք տուն, տանը կխոսենք։ Ես արդեն տանն եմ, այստեղ հաց եմ վերցրել, բագետը, երկու հատը 50 ցենտեր, հատը 50 ցենտեր ավելի, ոչ թե երկու հատը 50, այս գովխեներից, աչքս ընկավ, ես ինչքան ժամանակ ասում եմ, ես սարքեմ, բայց այստեղ միս, այս պունչիկներից, փոքր, այստեղ սենց հացին քսելու համար պատեր, այս հիմա բանա, լոշիկ չունեմ, ինձ թվում էր լոշիկ ունեի, բայց փաստորեն վերջացել է, մտածում էի, հիմա կտապակեմ ինչ-որ մի բանով, բանա, լոշկի մեջ էի ուզում դնել, ինչև է, այստեղ լիմոնով սենց խմոր եղել, What is that? դա է շատ եմ իմանում, պանիր, ինչ-նա քեզ հետաքրքիր ստեղյան։ Is it happy to drink here? To drink, հա, երկու տեսակի պանիր, սենց ես մաղդեսույա, ես մյուսն էլ բրոժա, բրոժի սոկ, հացը մեր ուզած հացից չկար, սպիտակ հացա, բայց դետ էր, ինչ կար էտ էր, և բանան, ես ամեն արժեր 39 եվրո 69 սոնտիմ, ես իմ թղթերն են, սիրելի բարեկամներ, մի հատ արագ ստեղ տեղավորեմ ու վերադառնամ, տեսնեմ ինչ եմ սարքում ընթրիքի համար, ժամը 6-ից 10 պակաս։ Ալեքսի բոթասները գնում եմ տուն, լավ ուշ է արդեն, ժամանակ չունեմ շատ, գնանք տանը ցույց կտամ։ Oh, yeah, that's got to be for Daddy. Not anything. Who? It's got to be for me. No, I got to be for me. No, it's got to be for me. It looks It's like it's արդեն for տանն եմ, me. ինչպես US Polo, հասկացա։ yeah, it's got to be for me. That's a super mark for men. It's for me. Is it? How you like it? Is it good? No. Հələ հակի տեսնեմ հակովդ լինում, հա։ Բոթասների խանութ է այդ, բոթասներ մեկ էլ հակոստել կա, բայց մեծ մասը բոթասներ են այդ խանութում, ցույց եմ տվել դե շալեղուարում, բանը,
Այսինքն ֆիրմային կոշիկներ են այդտեղ միշտ լինում, մարկային, բայց ոչ բոլոր համարները։ Հիշում եք, Էմիրություններում մի հատ խանութ կար, ոնց էր կոչվում այդ խանութը։ Մարքսեր։ Հիմա չեմ հիշում ոնց էր։ Այդ խանութի նման է, էլի ոնց որ ամեն համարից բոլոր համարները որ չեն ունենում, կաղամի համար ունենան, երկու համար ունենան, բանով են առնում, էլի, իրանք սելերի ժամանական մեծ բանով են առնում, մեծ մարկաներից, ու հետո այտենց հատով վերավաճառում են։ 28 համարն է, չգիտեմ հակով կլինի, չի լինի, վերադարձնել, մեծ համարը չկար, նույն օրը լինում է վերադարձանել, բայց հաջորդ օրը եթե պետք է վերադարձնեմ, հակով էդ լինում է, համ փոքր չի, մեջը բան կա, հլը հակի, մի հատ էլ հակի, The paper. դա հանի թուղթը, պիտի որ, մի քիչ Is մեծ that what we do with paper? No. I think you'll pick it up and put it in the trash, won't you? No, but first. I'll let you put your shoes on first, but afterward you pick the paper up and go to the trash with it. Look, Mommy. Let us know. Perfect. Perfect, yeah, it's very good on you. Yeah, very good. See? Իսկի իրազ իրա Oh, no, հարկովը, do that. բա կարաս հակնես գնաս դպրոց։ Happy? No. Good. But